Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Բազմաթիվ քաղաքացիներ արդեն շտապում են Ծիծեռնակաբերդի բարձունք ծաղիկներ խոնարհելու եւ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ Վաղ առավոտյան հուշահամալիր է այցելել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դը Կոտինյին։ Իրենց հարգանքի տուրքն են մատուցել նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր գերատեսչություններից, սպաներ ու զինվորականներ։ Երեկ երեկոյան տեղի ունեցել ավանդական ջահերով երթը։ Հազարավոր հայեր ամեն տարի ցեղասպանության նախօրեին կազմակերպում են երթ։ Ազատության կամ Հանրապետության հրապարակից ջահերով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ, հարգելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ պահանջելու արդարացի հատուցում Օսմանյան Թուրքիայի ոճրագործության համար։ Երթի մեկնարկից առաջ որպես կանոն այրվում է Թուրքիայի դրոշը։ Ջահերով երթն առաջին անգամ կազմակերպվել է մայրաքաղաք Երևանում 1999 թվականին։ Ամենամյա երթը տեղի ունենում ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում եւ արտերկրում։ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում եւս մեր հայրենակիցները երեք կազմակերպել են ջահերով երթ։ Մեր ժողովրդի մեծագույն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 24-ի իր ուղերձում հայտարարել է, որ անհրաժեշտ է բացառել հայոց ցեղասպանության թեմայի օգտագործումը միջազգային քաղաքական հակամարտություններում։ Նրա խոսքով մեծ եղեռնը չպետք է դառնա տարբեր ուժային կենտրոնների միջև պայքարի գործիք։ Փաշինյանի խոսքով հայ ժողովուրդը պետք է դադարեցնի հայրենիքի փնտրտուքը եւ շարունակի ապրել Հայաստանի սահմաններում, որոնք միջազգայինորեն ճանաչված են։ պետությունը եւ խաղաղությունն են այն երաշխիքը, որ հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակը իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։ Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար։ Այսօր մեր տասնյակ բնակավայրեր դատարկ են։ Տասնյակ բնակավայրեր եւ ընդհանրապես մեր պետությունը թեր բնակեցված։ Սրա պատճառը խաղաղության բացակայությունն է եղել եւ գիտակցության բացակայությունը, որ հայրենիքը պետությունն է, ինքնությունը պետությունն է, անվտանգությունը պետությունն է, իր միջազգայինորեն ճանաչված տարածքներով եւ այս գիտակցության վրա հիմնվելով հայ ժողովուրդը պետք է դուրս գա գաղթի եւ պանդխտության տրամաբանությունից։ Սիրելի հայ երիտասարդ, Ցեղասպանության տարելիցին Թուրքիայի դրոշը այրելու համար այս անգամ ջահակիրները քննադատության են արժանացել ոչ միայն Թուրքիայից, այլ նաև Հայաստանից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է այս ամենը, գնահատելով որպես անպատասխանատու եւ անթույլատրելի արարք։ Ինչպես փոխանցել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, միջազգայինորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշն այրելը չի կարող գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ եւ լարվածություն հրահրող վարքագիծ է, նշել է Բաղդասարյանը։ հայոց ցեղասպանության միջազգային Մեծի տան Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը կոչով դիմել է Թուրքիային ճանաչելու հայոց ցեղասպանությունը։ Նա նաև հայտարարել է, որ իրենք մերժում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ թե դիվանագիտական, թե տնտեսական որևէ հարաբերություն։ Արամ առաջինը նշել է, որ հայոց ցեղասպանության ճանաչումը, Արցախի ժողովրդի վերադարձը իրենց տներ, Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումը մնում են որպես ամենագլխավոր պահանջներ։ Հայաստանի իշխանությունը պետք է հավատարիմ մնա հայոց ցեղասպանության 100-ամյակին համահայկական հռչակագրին, որ ըսված է թե հայ ժողովուրդը կվերահաստատե, կմեջբերեն իր միասնական կամքը հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու ցեղասպանության հետևանքներու վերացումի հարցով։
Իսրայելը պատրաստ է վերսկսել պատերազմը Իրանի դեմ, սպասում ենք ԱՄՆ-ի ազդանշանին, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Մենք սպասում ենք Միացյալ Նահանգներից կանաչ լույսի, առաջին հերթին Խամենեիի եւ Իրանի ահաբեկչական ռեժիմի ղեկավարության ժառանգների վերացման համար, ասել է Կացը եւ սպառնացել, որ կարող են ոչնչացնել նաեւ Իրանի էներգետիկայի եւ էլեկտրամատակարարման հիմնական օբյեկտները, կարող են նաեւ կործանել երկրի ազգային տնտեսական ենթակառուցվածքը։ Զուգահեռաբար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ եւ որ այն ամուր փակված է, քանի դեռ Իրանը համաձայնության չի եկել։ ԱՄՆ զինված ուժերը Հնդկական օվկիանոսում այսօր կայանել են Իրանից նավթ տեղափոխող պատժամիջոցների տակ գտնվող մեկ նավ։ Գերատեսչությունը նշում է, որ ԱՄՆ զինված ուժերը կշարունակեն խաթարել անօրինական ցանցերը եւ կանգնեցնել Իրանին նյութական աջակցություն ցուցաբերող նավերը։ ԱՄՆ-ն ըստ տարբեր տվյալների 30-ից ավելի նավեր է կալանել ապրիլի 13-ին իրանական նավահանգիստների շրջափակումը սկսելուց ի վեր։ Հատկանշական է, որ երկիրը այդ նավերը չի կալանում Իրանի մոտակայքում, այլ ավելի հեռու՝ Հնդկական օվկիանոսում։ Դոնալդ Թրամփը հրամայել է ԱՄՆ ռազմածովային ուժերին կրակել եւ ոչնչացնել իրանական ցանկացած նավ, որը կփորձի ականներ տեղադրել Հորմուզի նեղուցում։ Սա տեղի է ունեցել, երբ Իրանը երկու խոշոր տանկեր է կալանավորել։ Թեհրանը հայտարարել է, որ աշխարհի կարևորագույն ջրուղին կբացվի միայն, երբ ԱՄՆ-ն տնտեսական շրջափակումը վերացնի։ Իրանը Լիբանանում հրադադարի պահպանումը համարել է նախապայման ընդհանուր բանակցությունների համար, սակայն Իսրայելի օդային հարվածները Բեյրութում շարունակվում են։ Ռազմական լարվածության ֆոնին Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարին ներքին տարաձայնությունների պատճառով։ Ստեղծված անորոշության հետևանքով էներգակիրների համաշխարհային շուկայում գրանցվել է գների կտրուկ աճ։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հրաժարական է տվել եւ լքել բանակցային թիմը։ Պնդում են իսրայելական աղբյուրները։ Իրանական լրատվամիջոցներն առայժմ այս տեղեկատվությունը ոչ հերքում են, ոչ էլ հաստատում։ Այսպիսով ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը մնում է անորոշ։ Ինչ վերաբերվում է բանակցող մյուս զույգին՝ Իսրայելին ու Լիբանանին, ապա նրանք արդեն պայմանավորվել են երկրորդ փուլի մասին։ Հանդիպումը կրկին կայանալու է Վաշինգտոնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ըստ բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հանդիպելու է Իսրայելի եւ Լիբանանի բանագնացներին քննարկումների մեկնարկից առաջ։